Շեֆիլդում օրերս կայացած գեղասահքի Եվրոպայի առաջնությանը Հայաստան անունը չհնչեց։ Վիրավորական է, կարծես նորից կարանտինի մեջ լինեինք ու նորից ոչ մի տեղ չենք կարող ճամփորդել։ Երկիրը ներկայացնող Կարինա Ակոպովա, Նիկիտա Ռախմանին զույգը եւ գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը չհասան Անգլիա վիզա չունենալու պատճառով։ Ծանր է, քանի որ մենք լավ մարզավիճակում էինք, պատրաստվել էինք Եվրոպայի առաջնությանը եւ գիտեինք, որ կարող ենք պայքարել լավ տեղերի համար։ Ազատության հետ զրույցում թե գեղասահորդները, թե Գեղասահքի ֆեդերացիայի նախագահը պնդում են, փաստաթղթերը դեսպանատուն են ներկայացրել պահանջված ժամկետներից էլ շուտ, սակայն Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ձգձգել է գործընթացը, անտեսել պաշտոնական նամակները եւ ուսումնասիրել փաստաթղթերն այնքան երկար, որ մինչ այդ Եվրոպայի առաջնությունն արդեն մեկնարկել է։ Դա բոլորովին անսպասելի էր։ Մենք դեկտեմբերի սկզբին անմիջապես դիմեցինք Եվրոպայի առաջնության վիզայի համար։ Գիտեինք, որ մարզիկների համար գործընթացը տևում է 10 օր։ Դա պաշտոնապես գրված է նրանց կայքում։ Առավելագույնը 21 օր։ Հաշվի առնելով այս բոլոր վերջնաժամկետները դիմեցինք մրցույթից ավելի քան 1 ամիս առաջ։ Մենք դեռևս նախորդ շաբաթ պետք է մեր վիզաները ստացած լինեինք, եթե ոչ դեկտեմբերի վերջին, բայց պատասխան չկար։ Նորին մեծության դեսպան Ալեքսանդրա Քոուլը միայն 3 երեկոյան ուղերձ տարածեց, ափսոսանք հայտնելով, որ գեղասահորդները չեն կարողացել մասնակցել առաջնությանը։ Դեսպան Քոուլը հայտարարեց, թե իրավիճակի մասին առաջին անգամ տեղեկացել է սոցիալական մեդիայից, բացառապես նրանից հետո, երբ մարզիկներն արդեն ստիպված էին եղել չեղարկել իրենց ճամփորդությունը։ Մինչդեռ գեղասահորդները պնդում են, օրերով սպասել են Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան դռների առջև, որևէ մեկը նրանց չի ընդունել։ 2 дня сидели просто у посольства, они нас не пускали. 2 օր նստած էինք դեսպանատան դիմաց, նրանք նույնիսկ մեզ ներս չթողեցին։ Մենք կանգնած էինք մուտքի մոտ եւ օգնություն էինք խնդրում, քանի որ Եվրոպայի առաջնությանն ենք։ Նրանք ասում էին՝ վերջ, անձամբ գրեք այնտեղ, մենք ձեզ ոչնչով չենք կարող օգնել։ Մեծ Բրիտանիա մտնելու թույլտվությունը տալիս է Միացյալ Թագավորության վիզաների եւ ներգաղթի ծառայությունը։ Կարինա Ակոպովայի խոսքով ծառայությանը թե իրենք են բազմիցս դիմել, թե միջազգային ֆեդերացիայից, ապարդյուն։ Միջազգային չմշկասահքի միությունը նրանց պաշտոնական էլեկտրոնային նամակ գրել։ Մենք ենք գրել, Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիան է գրել, սպորտի նախարարությունը, բայց նրանք պարզապես չէին պատասխանում մեր ոչ մի հաղորդագրությանը։ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանն էլ է կապվել ներգաղթի ծառայության հետ, միայն թե այն ժամանակ, երբ մրցաշրջանն արդեն մեկնարկել էր։ Միացյալ Թագավորության վիզաների եւ ներգաղթի ծառայությունից ինձ ասացին, որ վիզաներն արդեն տրամադրվել են։ Սակայն հասկանում եմ, որ սա փոքր մխիթարանք է, հաշվի առնելով բաց թողնված առաջնությունը։ Մարզիկները ոչ միայն տարին մեկ կազմակերպվող կարևոր ստուգատեսն են բաց թողել, այլև ի վերջո ստիպված են եղել 38,000 դրամ վճարել սեփական անձնագրերը ետ ստանալու համար։ Երբ հասկացանք, որ վիզա չենք ստանալու, խնդրեցինք վերադարձնել մեր անձնագրերը։ Նրանք գումար պահանջեցին, պարզապես մեր անձնագրերը առանց վիզաների հետ տալու համար։ Հայաստանը ներկայացնող մարզիկների համար այս պատմությունը ոչ միայն ցավալի է, այլև անհասկանալի։ Փաստացի Ուկրաինայի դեմ պատերազմից հետո պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի անձնագրով ավելի արագ է հնարավոր եղել Մեծ Բրիտանիա հասնել։ Մեր մարզիչը Ռուսաստանում իր ռուսական անձնագրով 3 շաբաթում վիզա ստացավ։ Մենք կարծում էինք, որ պետք է ստանանք Հայաստանում, օգտագործելով հայկական անձնագրերը, բայց այսպես ստացվեց։ Ոչ մի պատճառ չկա, բացարձակապես ոչ մի պատճառ, ոչ ոք մեզ ոչինչ չբացատրեց։ Ինչ արած, հիմա մենք արդեն պատրաստվում ենք օլիմպիական խաղերին։ Իսկ թե ինչպես է փետրվարին Իտալիայում մեկնարկող ձմեռային օլիմպիական խաղերին պատրաստվում Հայաստանը ներկայացնող այս գեղասահորդ զույգը, կպատմենք առաջիկայում մեր բացառիկ ռեպորտաժում։